Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում ազատամարտիկ նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանն է, բարև ձեզ պարոն Մալխասյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր տաղավարում հյուրընկալվելու Ես եմ համար։ շնորհակալ։ Եվ նախքան հարցազրույցը սկսվել է, կուզենայի շնորհավորել ձեզ CVKM-ի ողջ անձնակազմի կողմից ծննդյան օրվա կապակցությամբ ամենաջեր մաղթանքներով։ Շատ շնորհակալ եմ։ Մենք ուժեղ ենք, բոլորս միասին վերցրած։ Իհարկե, պարոն Մալխասյան, անդրադառնանք զարգացումներին քաղաքական, անդադ տարբեր հայտարարություններ են հնչում հանգստյան օրերին, թե նախկին նախագահները խոսեցին, բայց կուզեի զրույցը սկսենք Վիտալի Բալասանյանի հայտարարությունով, խոսել էր Հայաստանի միութենական պետությանը միանալու անհրաժեշտության մասին, խորհրդային միության օրինակով։ Այս մարդը նաև ռուսաստանցի օլիգարխի ջատագովներից մեկն է, անթակույց աջակցում է նրան, ինչ դիտարկումներ ունեք մի հայտարարության շուրջ, որը վնասում է փաստորեն Հայաստանի ինքնիշխանությանը։ Նախորդիվ բազմիցս հայտարարել ենք մեր ելույթներում, որ Հայաստանը ցավոք սրտի ունի ոչ միայն արտաքին թշնամիներ, այլ նաև ներքին թշնամիներ։ Այդ թշնամիներին մենք հաճախ անվանում ենք քողարկված փակ թշնամիներ, որոնք հարյուրապատիկ ավելի վտանգ են ներկայացնում, քան թե արտաքին թշնամիները։ Դրանց հաճախ անվանում են նաև 5-րդ շարասյուն։ Հիմա այդ 5-րդ շարասյան ամենաակտիվ, ամենագլխավոր դերակատարներից մեկը, այսպես կոչված գեներալ Բալասանյանը, որը նաև եղել է անվտանգության խորհրդի քարտուղար, կրկնում է ճիշտ Դուգինի եւ Սալավյովի բառերը։ Ինչ է ասում։ Սկսենք Սալավյովից։ Սալավյովը բռունցքը խփում, ասում է վերջ, խաղն ավարտված է, մենք այլևս թքած ունենք միջազգային իրավունքի եւ իրավակարգի վրա։ Եթե մենք Վենեսուելան կորցնենք կամ Ուկրաինան, մեզ համար այդքան մեծ կորուստ չի լինի, ինչպես Հայաստանի կորուստը։ Այո, մենք Հայաստանը, եթե պետք լինի, զորք էլ պիտի մտցնենք եւ Հայաստանը պիտի պահենք։ Եվ Հայաստան չպիտի ունենա պետականություն։ Նույն Դուգինը ինչ է հայտարարում։ Բառացի մարդը հայտարարեց, ասեց, Հայաստանը պետք է մտնի միութենական պետության կազմում, նրանք պիտի ինքնիշխանություն չունենան, պետություն չունենան։ Եվ հիմա այդ նույն նարատիվները, նույն բաները հայտարարում է Սամվել Բալասանյանը, որ Արցախի բանակի գեներալ է ելել։ Այն դեպքում, այն պայմաններում, որ Արցախը ուրեմն լրիվ փաստերով ապացուցված ակնհայտ ճշմարտությունն է, որ Արցախը տվեցին ադրբեջանցիներին ռուսները։ Նույն հիշեք Դուգինին, երբ որ սրվեց Ադրբեջանի եւ ռուսների հարաբերությունները ինքնաթիռի բանի հետ կապված, հիմա համացանցում կա, թող բացեն, հատկապես արցախցիները, թող մի հատ հիշողությունները վերականգնեն։ Ուրեմն Դուգինը նամակ գրեց Իլհամ Ալիևին։ Ինչ էր ասում նամակում։ Ասում էր թանկագին Իլհամ Հեյդարովիչ, դուք հələ մի հատ լավ մտածեք, որ Ղարաբաղի տեր դարձաք, ով էր կանգնած ձեր թիկունքին, ախր չի կարելի այդքան ապերախտ լինել։ Մարդը բառացի ասում է, որ Ղարաբաղը մենք ձեզ տվեցինք նվեր, եւ ոչ միայն նվեր տվեցին, իրանք տես ինչ արին, ռուսները արդեն արևտրի մեջ էին մտել, ադրբեջանցիների հետ, շուտվանից զենք էին տալիս, ամեն ինչ տալիս էին, եւ ծրագիրը կազմված էր, որ պիտի Արցախը այդ տարածքներով հանձնվի Ադրբեջանին։ Եվ խաղաղապահների անվան տակ մտնեն այնտեղ, ու ոչ միայն պիտի ուրեմն էթնիկ զտում կատարեն, այլ նաև պիտի Արցախի ժողովրդին, մեր հայրենակիցներին, մինչև վերջի երանգը պիտի կողոպտեն։ Ուրեմն ոչ միայն տնազուրկ պիտի սարքեն, այլ փողազուրկ պիտի սարքեն նաև։ Ոնց։ Հələ թող այդ Վիտալի Բալասանյանը եւ մեր մյուս արցախցիները ազնվորեն այսօր հայտարարեն, երբ որ այդ մի տարի իրանք շրջափակման մեջ էին։ Ռուսները շաքարավազը ինչքանով էին վաճառում իրանց։ Ծխախոտը ինչքանով են վաճառում, մակարոնն ու վերմիշելը ինչքանով են վաճառում։ Թող չափազանցություն չթվա, մոտ 40 անգամ ավելի թանկ գներով։
Այսինքն իրանք բենզինը ինչ գներով են վաճառել, ուրեմն սալյարկան, այսինքն լրիվ այդ մի տարվա մեջ թալանեցին, հետո վերջում հələ ինչքան մարդիկ է դարանքում այդ բանն էլ իրանք սարքին, այն բենզոպայեստի պայթյունը, վերջում այս գերիներին էլ իրանք վաճառեցին բանին, գերիներին, ռուսները վաճառել են ադրբեջանցիներին, դրա համար որ միամիտ մարդիկ ասում են Պուտինին դիմենք, Պուտինը ազատ է, Պուտինը իրանք վաճառել է, դրա համար փող են տվել Պուտինին, Պուտինը ո՞նց կարա գերիներին հետ բերի, Հիմի այսքան բաներից հետո, հələ ուրիշ բաներ էլ կա, չեմ ուզում եթերը ծանրաբեռնեմ, երկար ժամանակ է պետք, որ դի խորքային քննարկենք այդ հարցը։ Ասում եմ միշտ զգուշացի նրանից նորմալ մարդը, գիտակցություն ունեցող մարդը, միշտ պետք է զգուշանա նրանից կամ նրանցից, ովքեր գոնե մեկ անգամ իրեն խաբել կամ դավաճանել են։ Հիմա եթե դու ասասինները տեսել են, որ ռուսները ակնհայտ դավաճանել են իրենց սարքել են տնազուրկ, ունեզուրկ, հայրենազուրկ, հիմա նորից գնաս հույսդ կապես այդ երկրի հետ, ոնց որ Սադամը հույսը կապես, Կադաֆին հույսը կապես, ուրեմն Ասադը հույսը կապես, Միլոշևիչը հույսը կապես, վերջապես այս Պարսկաստանը եւ Մադուրոն հույսը կապեցին, հայերը հույսը կապեցին, բոլորին ինքը հուսախապ ալեց, բոլորին ինքը դավաճանեց, հիմա այդքանից հետո, եթե Սամվել Բալասանյանը, Վիտալի Բալասանյանը, ներողություն, Վիտալի Բալասանյանը, էլի հույսը կապում է իր բարեկամ Հյուսիսի հետ, ռուսների հետ, ես իրան խորհուրդ կտամ, որ ինքը գնա մի հատ բժշկական ստուգման, կարող է իր մոտ մազոխիզմի հիվանդություն է առաջ եկել, որտեղ մազոխիզմով հիվանդները միշտ գնում են նրանց մոտ, ովքեր իրենց ցավ են պատճառել։ Պարոն Մալխասյան, չունեն այդ գիտակցումը ձեր կարծիքով, թե սա միտումնավոր է արվում, որովհետև այն ինչ որ դուք նկարագրեցիք եւ մի բան էլ ավել, վստահ եմ բոլոր մեր արցախահայերը տեսել են ինչ է կատարվել այդ օրերին։ Իրենք ժամանակին ասում էին մեն ռուս խաղապահները կարող են գալ այստեղ, ռուս խաղապահների աչքի առաջ գերեվարվեցին շատերը։ Նույն Վիտալի Բալասանյանը Արցախի գեներալիտետից էր, բայց ինքը կարողացավ սահման անցնել գալ Հայաստան, շատ-շատերը չկարողացան։ Սա ինչ որ պայմանավորվածության արդյունք հիմա արդեն հետ հայաց նայելով կարող ենք դիտարկել։ Շատ խելացի հարց տվիր Մարիամ ջան։ Այո, ռուսները շատ լավ հասկանում են, որ եթե այս անգամ այս ընտրություններին իրանք չկարողացան ազգային ժողովում հանրակշիռ տեղ գրավել, իրանց գնացքը Հավիդյանից այլևս գնացած է։ Մյուս ընտրությունը 31 թվին է, սերնդափոխություն է հիմա տեղի ունենում։ Նոր երիտասարդներ են չափահաս դառնում եւ այլ, դրանք ռուսական արժե համակարգ չեն ընդունում։ Եվ դրա համար իրանք գործի են դրել իրանց ամբողջ ուրեմն գործակալական ցանցը, նույնիսկ այն գործակալները, որոնց չէր կարելի բացահայտել, իրանք բացահայտում են։ Վերջին փորփուրներն են։ Հա, վերջին բաները եւ դրանք պատահական չէ որ Սամվել, էլի ասում եմ Սամվել, Վիտալի Բալասանյանը նա կյանքում այդ Վիտալի Բալասանյանը եկեղեցի գնացած կա, մոն վառած կա, հիմա գնում է։ Եկեղեցու բագից հայտարարել, չէ, Էշմիածնի։ Հիմա ամեն օր գնում է եկեղեցու բակ։ Ուրեմն բանը ողնաշարը եկեղեցին է, կողքը պետք է հավաքվեն, որտեղ եկեղեցին, մեր եկեղեցին ցավոք սրտի, ի դժբախտություն մեծ 190 տարի արդեն փաստաթղթավորված գտնվում է ռուսների լծի տակ 1836 թվին ռուսական ցարը հրամանագիր է ստորագրել, այսպես կոչված Պալաժեննի, որ հայ առաքելական եկեղեցին ուղիղ գծով պետք է ենթարկվի ռուսական կայսրությանը։ Եվ այդ հրամանը մինչև 190 տարի աշխատում է։ Բացի այդ էլ թղթեր հրապարակեցին, չէ՞ որ սրանց գործակալներ են վխտում այստեղ։ Հիմա այդ բոլոր գործակալներին կամաց բացահայտում են եւ սրանք տարբեր բաներով են հանդես գալիս, տարբեր դեմքերով, տարբեր ձևերով։ Տեսեք, այսօր կարծեմ Քոչարյանն էլ բան արեց, խոսած, այսօր էլ խոսացել է։ Մի երկու օր առաջ։ Հա, հետո խոսած բանը ասում է մենք դաշտ ենք մաքրել
ուրիշ կուսակցությունների համար։ Մեր քոքը մաշացրել ենք Քոքը մաշացրել ենք, իբր թե այդ իրանց փողոցային պայքարով դաշտ են մաքրել ուրիշ կուսակցություն, բայց սուտ է խոսում։ Ինչ ուրիշ։ Այս բոլորի Սամվել Կարապետյան, Դաշնակցություն, ովքեր որ ռուսական այս եկեղեցի բան, դրանք նույն կենտրոնից ղեկավարվող նույն ուրեմն կենտրոնից ուղղորդվող ուժեր են, որոնց ետևում Քոչարյանին տարել են ետին պլան, իբր ինքը դաշտա մաքրել, բայց գնացել է ետ։ Սուտ է խոսում։ Այս բոլոր ովքեր որ հիմա թող ժողովուրդը լավ լսի, միամիտ մարդիկ, բացեք ձեր աչքերը, ովքեր որ բանին Սամվել Կարապետյանին ձայն են տալիս, թող իմանան, որ Սամվել Կարապետյանը նախ իրավունք չունի առաջադրվի։ Ուրեմն Քոչարյանը պետք է գա, Քոչարյանն է գլխավորը ռուսները տարածքը նայող են նշանակում, իրանք այդ զոն նայողների ինստիտուտը Ռուսաստանում է ձևավորվել, հələ ձերժինսկու ժամանակ, մինչև հիմի շարունակում է, տարածքը նայողներ են, սրանք ընդհանրապես թքած ունեն ժողովրդավարության դեմոկրատիայի վրա, դեմոկրատիան, ժողովրդավարությունը ռուսների համար մեկ թշնամին է, սրանք չունեն արժեհամակարգ, չունեն ուրեմն ինստիտուտներ, սրանց պետությունը կառուցված է վախի եւ ստի վրա։ Հիմա ես էլ միտքս ընկավ ասեմ, ես մի երեք կարծեմ, միտեղ կարդացի, մեծ արաբ փիլիսոփայ ասում է հորթի աչքերը բացվում են ծնվելու պահին։ Կատվի ու շան ձակի աչքերը բացվում են ծնվելուց 10-15 օր հետո։ Մարդու աչքերը բացվում են ամուսնանալուց հետո, իսկ հայ ժողովրդի աչքերը ընդհանրապես չեն բացվում։ Այդքան պատատես լինենք այս ընտրությունների մասին։ Հիմի դրա համար ես ուզում եմ որ խելքի կանք, մեր աչքերը բացենք, ոչ թե մեր քթի առաջ նայենք, այլ հեռուները նայենք, ինչ է կատարվում, այս ինչ թակարդներ են սարքել սրանք։ Քոչարյանին տարել են հետ, բերել են այս դեկորատիվ բույսերին, իբր թե սրանք անմեղ կենդանիներ են, բայց հետևում թաքնված է Քոչարյանը։ Հիմա պարոն Մալխասյան, այս բոլոր մարդիկ, որ մեր էկրանին նաև տեսնում ենք, չեն թաքցնում հնարավոր հետընտրական համագործակցությունը։ Այսպես շատ է եզրույթը դաշտում շրջանառվում, Գյումրի երկու տարբերակ, այսպես ասած։ Դուք ինչ դիտարկումներ ունեք, սա ինչքանով է հավանական սցենար ձեր կարծիքով։ Վարչապետը իհարկե օրերս ասաց, որ Գյումրի ընտրություններից հետո լինելու է Գյումրի 1, հեղափոխություն 3։ Ինչքանով եք նաև վարչապետի մոտեցումը կիսում, ինչ հնարավորություններ եք տեսնում այս բոլոր ուժերի համար, որոնք որ տարբեր տարիների ընթացքում շատ խոստումներ են տվել Հայաստանին, հայ ժողովրդին, բայց տեսել ենք նաև իրենց կառավարման օրոք ինչեր են եղել։ Ես ասեմ ձեզ, իմ դիտարկումները, ասենք, որտեղ որ ես ապրում եմ, չէ՞, մի այս շաբաթօրը վարչապետը եկավ աշտարակ, չէ՞։ Աշտարակ, դե ես աշտարակում նաև պաշտոն եմ ունեցել, ժողովրդին ճանաչում են, ինձ էլ են ճանաչում, շատերի հետ եմ շփվում։ Ես ասեմ, աշտարակի շրջանի տվյալները շատ բարձր են։ Վարչապետի մասով, քաղաքացիական պայմանագրեր։ Աշտարակի շրջանում վարչապետը առանց չափազանցության ասեմ, ինքը մոտ 70% ձայն ունի։ Հավանաբար ամենաբարձր ձայները մեր մարզից է հավաքելու։ Սա ուրեմն հաստատ եմ ասում ձեզ ու վճռական։ Որովհետև հասարակ մարդիկ տեսնում են, որ վարչապետը այդ իրաց աչքերը բացել են, այդ մարդկանց աչքերը բացվել է մի քիչ առաջ որ ասի չէ։ Եվ տեսնում են, չեն ուզում ամեն ինչի վրա ցեղ շպրտեն։ Ուրեմն իհարկե եթե սխալ բաներ է, չեմ ասում Փաշինյանը հրեշտակ է։ Սխալ բաներ էլ արել, բայց ճիշտ բաներ ավելի շատ են։ Բերեք տեսնենք այդ բոլորը, տեսնում են ոնց է բարեկարգվե աշտարակ քաղաքը, ոնց են փողոցները, նոր փողոցները ասֆալտապատվե, կյանքը ուրեմն զարգանում է, գնում է առաջ։ Մարդկանց կենսամակարդակը բարձրանում է։ Հարկավոր է դա տեսնել, գնահատել։ Ուրեմն իսկ ես մոտավորապես ինչ հարց տվիք։ Գյումրի երկու տարբերակը բանը յարե։ Այո, հիմա տեսեք Գյումրիի տարբերակը ինչից է կախված։ Ես միտքը լավ էր հիշեցի, պետք է անպայման ժողովրդին միշտ այս միտքը թմկահարենք ու կրկնենք։ Տեսեք, այս ընդրական օրենսգիծներ շատ թակարդեր ունի ու անհասկանալի կողմեր, որ ճիշտ է, ասենք, մարդկանց մեծ մասը գիտի, բայց շատերը չգիտեն, այդ օրենսգիրքից պատկերացում չունեն։ Հիմա տեսեք, պարտադիր օրենքը պահանջում է, որ հաղթող ուժից բացի առնվազն երկու ուժ
Պարտադիր պետք է լինեն ազգային ժողովում, առնվազն։ Հիմա ենթադրենք միայն Փաշինյանին են այնքան զանթվել, որ Փաշինյանը հավաքել է ենթադրենք 55% ցայն։ Դիցուկ էլի։ Էլ ոչ մի կուսակցություն շեմը չի հաղթահարել։ Ապա երկու ամենաշատ ցայն հավաքածներին օրենքի ուժով քաշում բերում են ազգային ժողով։ Ոնց որ Վանեցյանին բերին։ Պատիվ ունեմ։ Պատիվ ունեմ է, շեմը չէր հաղթահարել, չէ։ Բայց քաշին բերին։ Հիմա մեր ժողովուրդը այս ազգային ժողովի ընդդիմադիր կոչվող այդ ուժերից շատերից հոգնել է, զզվել է։ Բայց եթե մեր ժողովուրդը խելացի չմոտենա գործերին, որտեղ կան նաև ասպարեզում կան նաև կառուցողական ընդդիմադիր ուժեր։ Իհարկե։ Որ այդ կառուցողական ընդդիմադիր ուժերը իրենց առաջ նպատակ չեն դրել Փաշինյանին տապալելու։ Այլ ասում են մենք գնանք ազգային ժողով, առաջարկություն։ Կառավարությունը ճիշտ քայլեր է անում, ճիշտ նախագծեր է բերում, պետք է մենք էլ մասնակցենք դրան, օգնենք։ Բայց եթե հանգած նկատենք, որ սխալ բաներ անում, կմեղադրենք։ Հիմա այս ուժերին, եթե ժողովուրդը չտեսնի այս կառուցողական ընդդիմադիր ուժերին, այլ հանգած կենտրոնացնի ձայները այս Քոչարյան, մյուս աղմախների վրա, ուրեմն այդ աղմախները կարող է մի 10-20 ձեն ավել ունենան նրանցից եւ նրանք նորից հայտնվեն ազգային ժողովում եւ եւս 5 տարի մեր ներվերի հետ խաղան։ Հա, եւ զբաղվեն միայն հայոյելով։ Այսինքն այս նախորդ 5 տարիներին հիմիկվա անդրիմությունը ինչով է զբաղվել։ Միայն ինտրիգներով ու հայոյանքով եւ մեր հարկատուների հաշվին շատ բարձր աշխատավարձեր է ստացել դրա դիմաց։ Նաև անընդհատ սարսափեցնելով դրա համար ասում եմ, այդ Գյումրիի տարբերակը երբեք տեղի չի ունենա։ Եթե մեր ժողովուրդը Փաշինյանից բացի ձայներ տա նաև կառուցողական ընդդիմադիրներին։ Պարոն Մալխասյան, հիմա անդրադառնանք առաջին նախագահին, քանի որ վերջին 10 օրվա ընթացքում երրորդ անգամ է արդեն հայտարարությամբ հանդես գալիս ի պաշտպանություն ռուսաստանցի օլիգարխի։ Տեսեք, իրենք հայտարարում են, որ վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, դուք եղել եք հակվարչության անդամ, ինչքան գիտեմ սառեցված է ձեր նաև անդամակցությունը այդ կուսակցությանը։ Ոնց եք գնահատում այս հայտարարությանը մարտով հազարավոր մարդկանց հանեց փողոց համաժողովրդական պայքարի շրջանակներում, մարտով մի անգամ արդեն տապալեց բուրժուա դեմոկրատական հեղափոխությունը, հիմա ասում է թե Փաշինյանի արևմտյան տերերը Սամվել Կարապետյանի հաղթանակը համարելու են ռուսական ազդեցության վերահաստատում։ Ոնց կբնութագրեք նաև ճանաչելով իրեն, շփվելով, ինչ է տեղի ունենում։ Ես ինձ համար դժվար է իրանց խորքային քննադատություններ անելը, բայց ճանապարհ ենք անցել, իրար հետ հաց ենք կերել, նստել ենք, ելել ենք։ Ուրեմն ես բանդում եի հələ, որ այն բանդում մենք որոշում կայացրեինք Ժիրայր Սեֆիլյանի հետ, որ միանում ենք այս հայ ազգային կոնգրեսին, հետո Ժիրայրը հեռացավ, ես մնացի եւ այլ եւ այլ։ Հիմա եկանք հասանք այս օրերը։ Հիմա տեսեք, այստեղ մի խորամանկ բան կա։ Ես մի քիչ առաջ է դասի արդեն չնայած։ Հիմա առաջին նախագահը հայտարարում է, որ միացեք Սամվել Կարապետյանին։ Այս սեպտեմբեր ամսին նախորդ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս տվեց։ Ուրեմն լրագրողը հարցրեց. «Ընտրությանը պիտի մասնակցեք», պատասխանեց այո։ Մենակ թե ինչ որ մեկի հետ պարզ հայտարարեց, որ նայեք համացանցում կա, ասեց մենք միայն հանդես կգանք Սամվել Կարապետյանի հետ։ Դա Քոչարյանն է ասել։ Հիմա, բայց հետագայում իրանք վերլուծեցին, որ Քոչարյանը եթե միանում է Սամվել Կարապետյանի հետ, Սամվել Կարապետյանը 0 ձայն է հավաքելու, որտեղ ինքը վաստակել է ժողովրդի ծայրահեղ ատելությունը եւ այդ Քոչարյանի այնտեղ ներկայությունը դեմքը ձայները հետ է տանում։ Դրա համար Քոչարյանը ետ քաշվեց, բայց իրականում Քոչարյանն է հետևից Սամվել Կարապետյանին բզում։ Այսինքն ով որ հիմա հայտարարում է, եթե հակը հայտարարում է, որ միանում են Սամվել Կարապետյանին, այլ ակնհայտ, բացահայտ միանում է Քոչարյանին։ Պարզ տրամաբանություն է, այստեղ բարդ խնդիր չկա։ Հիմա Քոչարյանին մենք բնութագրել ենք որպես ուրեմն մարդակեր հայ ժողովրդի արյան ու դիակների վրայով Սերժին իշխանություն բերած բանակը ժողովրդի դեմ հանած Հայաստանը բոլոր պարամետրերով կողոպտած ու թալանած մի հատ անազգան հայրենիք սրիկայի։
Հիմա եթե մենք այդ իմանալով հանդերձ մենք մեռանք դրան մեղադրելով որ թալանելա, կողոպտելա, ես մեր հարգելի սիրելի դատախազը ուզում է դրա թալանածը հետ բերի, հələ 5%-ն էլ չի կարեցե բացահայտի 10%-ը, բայց այդ 10%-ին որ ծանոթանում ես, պարզվում է որ այս մարդուն հարկավոր է գնդակը հարել այդ հանցանքների համար։ Տպավորություն Հայաստանը Ու ճակատին գրել հայրենիքի դավաճան։ Հիմա ես ես միտեղ ասել եմ, չնայած կրկնությունը լավ չի, բայց պիտի կրկնեմ։ Իսրայել պետության հիմնադիրներից, կին հիմնադիրներից մեկը Գոլդենեյրը մի օր հայտարարեց, ասեց, եթե Իսրայելը ասեց, որպեսի պետություն դառնա, եթե ուզում եք ստեղծել մի պետություն, որտեղ կվերադառնան ձեր որդիներն ու դուստրերը, եթե ուզում եք ստեղծել մի պետություն, որի ժողովուրդը վախ չի ունենա ապագայի հանդեպ, ապա կատարեք 3 քայլ ընդամենը, առաջի քայլ, կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությանը, իսկ կոռուպցիոներները որպես հայրենիքի դավաճան 7 պորտ։ Այսինքն, եթե այդ օրենքը դրա համար Իսրայելը հզորացավ, եթե այդ օրենքը ստեղ էլ կիրառենք, Քոչարյանի թորի թորը պետք է գրանցվի որպես հայրենիքի դավաճան։ Կարող է թորի շատ ազնիվ մարդ է, բայց օրենքը դες դաժան է։ Թորի թորին գրանցվում է որպես հայրենիքի դավաճան։ Հիմա մենք գնում ենք միանանք այս հայրենիքի դավաճանին։ Ես չեմ միանում։ Ով միանում է, թող միանա։ Եթե իրանք միանում են, միացեք։ Ինչն է ձեր կարծիքով դրդապատճառը Լևոն Տեր-Պետրոսյանի այս հայտարարության։ Չեմ անում, ռուսական բաներ կան դա էլի, հետքեր։ Ռուսական հետքեր կան։ Ես էլի եմ ասում, այս Ռուսաստան, այս կծիկը լրիվ։ Բանա, պտուտակը Մոսկվայից է բան աշխատում։ Բոլորը։ Հիմա նույնիսկ այնց իրանք մարտիկ ունեն, ստե որ դրանք շատ իրանք քողարկված են պահում դրանց։ Դրանց են անելու ասպարես։ Մի քիչ։ Դա ենքան բաներ կտեսնեք այս 2-3, այն օրը տեսակ են մեր ջահելի ուղարկել են Մոսկվայից, որ իբր թե ազգային անվտանգության բանը շենքը բանանի, վառի։ Հերվից բանա նետում։ Հիմար կայ։ Եկել ես բանը քարե պատը պիտի վառես, գնա դե 7-10 տարի նստի։ Սենց հիմար բաները շատ կտեսնենք մենք։ Դե օրինակ ինչ սպասել ձեր կարծիքով Ռուսաստանի կողմից, որոշ մարդկանց արդեն նետել են ասպարեզ, փող ծախսում են, հիբրիդային գրողներ անում են, կուրատոր են նշանակել Հայաստանում ընտրություններին ընդառաջ այս բոլոր մարդկանց համակարգելու։ Ինչ սպասել։ Իրանց երկխնդիրը մեր ինքնիշխանությունը վերացնելն է։ Մեր ինքնիշխանությունը հələ Պուշկինի ժամանակ, այս հայերը միամիտ են շատ։ Պուշկինը ինչ է ասել մեր մասին։ Ասել է «Տի ռաբ, տի տրուս, տի արմենին»։ Այդ մենք ենք վախկոտ, որ հայրենական մեծ պատերազմի ժամանակ 1 միլիոն մարդու հաշվարկով ամենաշատ զոհերը տվեցին հայերը, ամենաշատ հերոսները տվեցին հայերը, ամենաշատ մարշալները տվեցին հայերը։ Իսկ ռուսները այսօր 5-րդ տարին է Դոնբասը չեն կարողանում գրավել, ձեր առաջնորդին Թրամպը անվանեց թղթե վագր։ Եվ ռուսական այնց վախի մթնոլորտ է ստեղծել Ռուսաստանում, որ ռուս ժողովուրդը պապազվել է եւ մազաչափ անգամ կամք չունի ճշմարտության մասին բարձրաձայնելու։ Հիմա վախկոտը մենք ենք թե դուք եք։ Եվ այս բոլոր բաները տեսնելով Բալասանյանին ասում եմ, հիմա բոլոր առանձնապես ծանր հանցանքների մեջ թաղված գեներալները, այսպես կոչված, մեկը կար մի հատ էշի գլուխ Միհրան Պողոսյան, Թալանչի գողավազակ, որտեղ է հիմա Ռուսաստանում։ Հա, որտեղ է պատասխանվել Արշակ Կարապետյան կա գեներալ, պաշտպանության նախարար է եղել նույնիսկ։ Որտեղ է նա պատասխանված։ Դե ոչ մեկ Եվրոպայում Նախքին դադախազը, այն հաստա գլուխը, որտեղ է հիմա պատասխանված։ Բա ինչի են այդ բոլոր ծանր պետության ժողովրդի նկատմամբ ծանր հանցանք կատարողները թաքնվում Մոսկվայում։ Դե թող բանն էլ գնա, այս մի գեներալն էլ, այս Վիտալի Բալասանյանն էլ գնա միանա այն մյուս գեներալներին։ Եվ դրանց բոլորին օգտագործելու է Մոսկվան, բայց օգտագործելու է վերջում շպրդի աղբանոց։ Ոնց որ ինքը վերացրեց Լևոն Հայրապետյանին, ոնց որ այն բանին Ռուբեն Վարդանյանին ինքը ուղարկեցի ստեղ,
եւ գնաց մի այնտեղ եւ ուղարկեցի վերջում վաճառեց թուրքերին։ Այս մեկին էլ ինքն ուղարկեց, այս մյուս փողատերին, որ շատ փող ունեցող աղքատ է սա։ Սա ոչինչ չունի, չի էլ ջոգում ինչա կատարում։ Ինքը իր փողերի կեսը կտար, որ այս խաղի մեջ իրան չմտցնեին, բայց ինքը իր կամքը այլևս իրենը չի, իրան պարտադրում են, որ քայլիր աջ, քայլիր ձախ։ Թե չէ դու կարծում ես սրանց մեջ մազաչափ անգամ հայրենասիրություն կա։ Եթե սրանց մեջ մազաչափ անգամ հայրենասիրություն լինի, սրանք Հայաստանի կործանումը չեն ուզի։ Հələ մի օրինակ էլ բերեմ։ Ուրեմն բաներ պատմությունը հետաքրքիր բաներ է, կրկնվում է։ Ասենք 1600 տարի առաջ նույն վիճակը Պարսկաստանի հետ ա եղել մեր հարաբերությունները։ Պարսիկները ուզում էին մեր իշխանությունը խլեին եւ կրոնը բանալեին։ Վարդանը Տիզբոնից գալուց հետո նամակ գրեց Հասկերտին։ Ինչա գրել Վարդանանք վեպում եմ կարդացել էլի։ Ասում է նամակը հետեւյալն է, ասում է բայց այն Հասկերտ լավ իմացի։ Այն ինչ ավանդ ենք ստացել մեր նախնիներից, մեր հայրենիքը, մեր ազատությունը, մեր իշխանությունը, մեր կրոնքը, դա երբեք չենք տա ոչ ոքի։ Հիմա նույնը մենք ասում ենք այս ռուսական ցարին եւ Վիտալի Բալասանյանին, այն ինչ ստացել ենք մեր նախնիներից, մեր հայրենիքը, մեր ազատությունը, մեր ինքնիշխանությունը, մեր պետությունը, մեր կրոնքը, դա երբեք չենք տա ոչ ոքի։ Հիմա օրինակ Քոչարյանն իր հարցազրույցում դուք Պարսկաստանից խոսեցիք, անդրադառնանք այսօրվա Իրանում տեղի ունեցող իրավիճակին, ասում է, որ թրիփի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը թղթի կտոր է, ասում է, որ իմորոք թռիչքային զարգացում ու տնտեսական աճ է եղել, ասում է, որ այս թրիփը, որ այստեղ բերեցինք, ես դրան դեմ չեմ եղել, բայց ասում է ընդլայնենք Չինաստանին ու Ռուսաստանին էլ բերենք այստեղ, Իրանը թշնամաբար ներողություն չտրամադրվի մեր դեմ, այն դեպքում երբ Պաշտոնական Թեհրանը միշտ ասում է, որ իր համար ընդունելի է թրիփի շուրջ համագործակցությունը։ Ոնց հասկանանք այս անընդհատ ժողովրդին ինչ-որ բանով վախեցնելը, անընդհատ դեմ լինելը այն պրոցեսներին, որ օգոստոսի 8-ով փաստորեն մեկնարկել են, երբ Հայաստան վերջապես կարող է խաղաղություն հաստատվել, երբ զինվոր ուղարկելով չես մտածի անընդհատ սահմանի իրավիճակի մասին, երբ վերջապես կապաշրջափակվես, ինչ է մարդկանց ուզածը։ Այդ մարդկանց ուզածն է Հայաստանում էլի եմ ասում հիբրիդային պատերազմի համար մարդիկ կան, որ հատուկ գործում են խոճապ առաջացնելու համար, որովհետև իրանք տես սկզբից պատերազմների ժամանակ էլ այտենց տեղեկատվական պատերազմ է գնում, սկզբից այդ տեղեկատվական պատերազմով խոճապ են առաջ բերում, վախ, հետո մյուս քայլերն են անում դրանից հետո, նույնը եղավ Ղարաբաղի պատերազմի ժամանակ, վախ, այս նույն Վիտալի Բալասանյանը, ես 100 տեղից լսել եմ, Ղարաբաղի այդ 44 օրյա պատերազմի ժամանակ, ուրեմն բոլոր դիրքերով ասում էր, մարդկանց ասում էր, իզուր եք կռվում։ Հողերը հանձնած է։ Հողերը հանձնած, Նիկոլը հանձնել է ամեն ինչ։ Այդ իզուր էլ փապուշն եք ծախսում։ Բայց որովհետև իրանք այդ Մոսկվայից էր գալի, որտեղ Մոսկվան ծրագիր ուներ, որ Մոսկվանի ինչ ձև էր մտածում, ասում էր, Վրաստանի խնդիրը լուծել ենք, հիմա որպեսի հետագայում իրանք սովետական միությունը վերացնեն, այս իրանք վերականգնեն, ոնց որ ասում է միութենական պետություն է, անունը փոխել են, բայց իրականում սովետական միությունն են ուզում վերականգնեն։ Ուրեմն իրանք մտածում են Հայաստանի վրա ուշադրություն մի դարձնեք, այդ հայերը իրանցից բան չեն ներկայացնում, իրանք ուր պիտի փախնեն, փոսի մեջ են, շրջափակված են։ Ուրեմն եթե հաջորդ խնդիրը մենք լուծենք Ադրբեջանի խնդիրը, Վրաստանի Ադրբեջանի լուծենք, Հայաստանը երբ ուզենք ականջից բռնենք կգա մեր հետևից։ Դրա համար իրենք Հայաստանը, Արցախը վաճառեցին Ադրբեջանին, Ադրբեջանը Իլհամ Ալիևը խաբեց ռուսներին։ Դրա համար Դուգինը գրում է, ասում է, ապերախտ եք դուք, ապերախտ։ Եվ ռուսները խոստացավ ռուսներին, որ ինքը կմտնի համ ՀԱՊԿ, համ ԱՊՀ։ ԵՏՄ։ ԵՏՄ եւ բանը, այս հիմա որտեղ ռուսների մի հատ մեծ գրող կա, Ֆյոդոր Տյուտչև, ասել է Ռոսիա ումոմ նիպանյաց։ Ռուսներին խելքով հասկանալ հնարավոր չի։ Ռուսները մեկ-մեկ գործում են նաև իրենք իրենց դեմ։ Դավաճանում են ոչ թե մեզ միայն, այլև իրենք իրենց են դավաճանում։ Հիմա բռնին, եղած չեղածը սաղ ծախին տվին թուրքերին, հետո թուրքերը 3 մատի կոմբինացիա ցույց տվին իրեն, դրա համար են ռուսները հիմա տագնապի մեջ։ Եվ բանը, եւ ջոգեցին, որ հայերը
ձեր իրաց տրամաբանությամբ, որ մտածում են փախնելու տեղ չունեն, հայերը եթե իգնորին գործեն հայերը մեր անվտանգային ճարտարապետությունը, եթե հենված լինի մեր սեփական կամքի, մեր որոշման, մեր հաշվարկված քայլերի եւ մեր պատասխանատվության վրա, մենք ուրեմն բոլոր անելանելի վիճակներից կարող ենք դուրս գալ։ Տեսեք այդ տրիպի բանը, որ ասում եք, հիմա 4 կողմը պատերազմ է։ Ստեղ պատերազմ չկա։ Իրանք ուզում են ստեղել լինի հարցը։ Իրանք ուզում են ստեղել լինի, իրանք ուզում են ստեղել լինի։ Անպայման ստեղել լինի։ Հա, այն մեկը այն օրը ախր խոսքից խոսք է բացում։ Այն մամուլեյում կարծացի մամուլեյում կա ինչ կա էլի իրանց բաներից, սայդերի կայքերից։ Ասում է բանը, այս Հայաստանը ինչու է միայն բանանում պարսիկներին բանը չեզոք դիրք գրավել ուղղակի ցավակցում։ Հայաստանը պետք է զորքը մտցնի Իրան եւ կռվի ամերիկացիների դեմ։ Հա, դες ինչ ասում։ Հա, էս մարդիկ էլ կան։ Դե ասում են հաց մի կերեք։ Ախմախներ շատ կան։ Հիմի դրա համար են որ այս օրինակը բերեցի մեր ժողովուրդը թող մի հատ աչքերը լայն բացի։ Սա նրա այդ բամպասանքների, այդ գուշակներին չհավատա։ Գուշակները ասում է ավանագը ավելի օգտակար է, քան թե գուշակները, քան թե մարգարեն, որ զբաղված է գուշակությամբ։ Ուր եք այդ գուշակներին լսում, աստղա գուշակներին, ես իմում, իրականություն կա, քաղաքականությունը ճիշտ հաշվարկներով է գնում։ Մի հատ տեսեք, որ ամեն տեղ չի որ պետք է ուրեմն հախուռն քայլեր անես, քաղաքականության մեջ միշտ ռեալիզմը հաղթում է ռոմանտիկային։ Հիմա ռեալիզմի կանոններով են քայլում այս իշխանությունները, տեղ կա, այո, պետք է խորոմանքես, տեղ կա պետք է խաբես, տեղ կա պետք է մոլորեցնես, դա քաղաքականությունը։ Հնարավորինի արվեստն է։ Մենք գնում ենք այդ ճանապարհով եւ ճիշտ ճանապարհով ենք գնում։ Ձեր կարծիքով օրինակ այս միավորումը ամբողջական ընդդիմադիր դաշտի, գումարած եկեղեցի, գումարած Ռուսաստան, մեր հասարակ ընտրողների վրա ազդեցության իմաստով ինչ կարող են թողնել։ Այն հսկայական փողը, որ ծախսվում է, դուք այստեղ աշտարակից եք եկել, հավանաբար տեսած կլինեք ճանապարհին, թե օրինակ Սամվել Կարապետյանը քանի գրասենյակ է բացում։ Այդ ավտոբուսը, որ պտտվում է, այդ սոցիալական հարցերը ինչ ազդեցություն են թողնում։ Ուրեմն դա չնչին իհարկե բան է, չմտածողներ էլ կան ժողովրդի մեջ, բայց ժողովուրդը հավաքական առումով իմաստուն է եւ ողջախոհության ճանապարհով է գնալու։ Ուրեմն քաղաքական տրամաբանության, ճիշտ տրամաբանության ճանապարհով է գնալու։ Եվ կլինեն, այո, նաեւ բաներ չմտածողների դաս էլ կա էլի, որ կգնան իրաց հետևից, բայց դրանք մեծ թիվ չեն կազմի։ Մեզ թիվ չեն կազմի եւ ես ժողովուրդը նաեւ թող լավ իմանա, որ անհատ մարդիկ, եթե սխալներ թույլ տան, այդ սխալները ժամանակի ընթացքում կարելի է շտկել, բայց եթե ժողովուրդը հավաքական առումով սխալ թույլ տվեց, ուրեմն կարող է հենց ինքը իրան կործանի, ինքը իրան վերացնի, ինքը նույն ժողովուրդը ինքը իրան վերացնի։ Այնքան դեպքեր ա եղել, հիշում եք Մուսոլինի կար Իտալիայում։ Իտալիան տարավ կործանման, հազիվ սպանեցին որ ազատվեն այդ հրեշից։ Այդպես բաներ էլ կա, որ ժողովուրդը պիտի իմանա, որ իր ճիշտ կողմնորոշումից է կախված պետության ապագան, իր երեխաների ապագան, կախված իր բարեկեցությունը, իր հանգիստը։ Այս մեծ մասը ասում է, Վիտալի Բալասանյանն ասում է կռվեք։ Նույն բանի նման, այ տղա, այ աղբեր ջան, չգիտեմ դու ինչ ձևի ես մտածում, կռվենք, ես էլ եմ ասում կռվենք, բայց հələ մի հատ կռվելուց առաջ, մի հատ քո հնարավորությունները հաշվի։ Մնայք Ղարաբաղում կռվեք։ Բայց մնայք Ղարաբաղում կռվեք, տարար զենքը հանձնեցիր, նրանց հիմա էլ ասում ես կռվենք։ Չի լինում, ասում մտեք Իրան։ Այ քեզ բան, հերիքա այդպես անիմաստ դատողություններով գնանք առաջ։ Ստապվել է պետք, խելքի գալ է պետք։ Ժողովրդին ինչ եմ ասում։ Մի խապեք, մի խապվեք, մի կեղծեք, մի պղծեք,
ուրեմն լսեք, ոչ մեկին մի լսեք ձեր ներքին ձայնին, որ ուշադիր դուք լսեք, ինքը ձեզ ճիշտ ուղղությամբ կտանի։ Շատ շնորհակալություն պարոն Մալխասյան հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ իմ հյուրը ազատամարտիկ նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանն էր, բաժանորդագրվեք Civic-ի YouTube-յան ալիքին, մեր մյուս հարցազրույցներն ու ռեպորտաժները բաց չթողնելու համար կհանդիպենք։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։